Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Պայմանագրային զինծառայողին գտել են կախված, ինչ է հայտարարել Պաշտպանության նախարարությունը։ Խոզարկություններ, մեղադրանք ու միջնորդություն, ինչ որոշում է կայացրել դատարանը Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ ժամեր տևած նիստից հետո։ Գագիկ Ծառուկյանի անունից Եվրադատարանը 2 գանգատեստ ստացել, փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ Օլիմպիադանը փակ է, մարզիկները առանց մարզումների, մարզիչները առանց աշխատավարձի, իսկ ծնողները վճարած գումարի դիմաց առանց ծառայության։ Ով է պատասխանատու ստեղծված վիճակի համար եւ երբ կկարողանան օլիմպիադանի սաները վերադառնալ մարզումներին։ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության մրցակիցը չէ, ոչ էլ Հայաստանի պետականության սպառնալիքը։ Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնությունը հայտարարություն է տարածել։ Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը կապ չունի ծառայության հետ, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնեմ, որ զինծառայողին 3 գտել են կախված։ Ըստ նախարարության նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին չի եղել ծառայության մեջ եւ դեպքը չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար, ասված է հայտարարությունում։ Այդուամենայնիվ բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է 13 մահվան դեպք, որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Ինքնասպանության, սպանության եւ կանոնադրական հարաբերությունների վերաբերյալ հարուցվող քրեական վարույթները կրկին հարց են բարձրացնում։ Որքանով է արդյունավետ զինծառայողների անվտանգությունն ու կարգապահությունն ապահովող համակարգը։ Թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Որքան ինտենսիվ են ներկայացվում զինված ուժերի բարեփոխման ծրագրերը, նույնքան մտահոգիչ է մնում մահվան դեպքերի վիճակագրությունը։ Այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Մեկ օրվա տարբերությամբ նախ հայտնաբերվեց ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Լուրը դեռ չմարսած հայտարարեցին մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այս անգամ Սիսիանի զորամասերից մեկում է հայտնաբերվել պայմանագրային զինծառայողի դին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի կարծիքով ստեղծված իրավիճակին պետք է լուրջ գնահատական տա զինված ուժերի ղեկավարությունը։ Նրա խոսքով բանակում կան խորքային խնդիրներ, որոնք ազդում են նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Համապատասխան եզրակացություն պետք է անի զինված ուժերի ղեկավարությունը, լուրջ մի պահ դադար տա եւ գնահատի ստեղծված իրադրությունը, որովհետեւ կան խորքային խնդիրներ, որոնք որ ազդում են զինված ուժերի այս իրավիճակին, լարվածությանը եւ այլն։ Ըստ իս առաջին հերթին, երբ որ վեր ենք լուծում ինքնասպանությունները, որոնց հիմքում ընկած է քնելու համար հայհոյան գնելը, դա կապված է մարտական հերթապահության լարվածության հետ։ Ոչ կանոնադրական հարաբերությունները, անհանդուրժողականությունը, հայհոյանքը, նվաստացումները եւ քրեական ենթամշակույթի դրսեւորումները նույնպես առանցքային խնդիր են։ Եվ հենց այս միջավայրում սովորական վեճը կարող է վերածվել ծեծկրտուքի, իսկ ծայրահեղ դեպքում սպանության։ Մենք բոլորս գիտենք, տեսնում ենք, որ այդ քրեական ենթամշակույթ ատելության մթնոլորտ առաջին հերթին գալիս է հենց երկրի առաջի դեմքից։ Ես չեմ ուզում կրկնեմ նրա բառերը։ Օհանյանը կարևորում է նաև բանակում ուսուցման եւ դաստիարակության համակարգը, նաև սպաների ու սերժանտների պատրաստվածությունը։ Նրա համոզմամբ միայն պատժելով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է աշխատող համակարգ։ Եվ ըստ Օհանյանի չպետք է ամեն ինչ բարթել հրամանատարական ներքևի օղակի վրա։ Ժամանակին երբ որ դեպքեր տեղի ունենում, ասենք վերադասը երկրի ղեկավարությունը պաշտպանության նախարարին ասում էր կարգի բեր իրավիճ
իրավիճակը եւ նույնը, ասենք, ինքը ասում էր գլխավոր շտաբի պետին, գլխավոր շտաբի պետը զորամիավորումների հրամանատարներին, բայց դեպքեր էին լինում, երբ որ հասնում է ամենաներքին օղակին, արդեն այդ ներքին օղակին ասելը վերերացում ամենախիստ պատժի։ Փաստորեն դառնում էր, որ պատժվում էին միշտ այն օղակները, ովքեր որ անմիջական աշխատում են, բայց նրանց օգնել է պետք։ Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի խոսքով ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահերի դեպքերը ցույց են տալիս, որ շեղվող վարքագիծը կանխելու եւ վերահսկելու համակարգը արդյունավետ չէ։ Իրավիճակը չեն կարող վերահսկել։ Իրավիճակը վերահսկելի դառնում է այն պարագայում, տեսականորեն, երբ որ իրավիճակը արդեն դառնում է համակարգի ազդեցության տակ, կանգնացվում է այդ process-ը, այնուհետև սկսվում է մաքրման, առողջացման process։ Սարոյանի խոսքով միայն կադրային փոփոխություններով խնդիրը չի լուծվի։ Եթե համակարգի արդյունավետությունը կախված է նրանից, թե ով է տվյալ պաշտոնում, նշանակում է խնդիրը հենց համակարգի աշխատանքն է։ Ցանկացած պոստում, ցանկացած զորամասում պետք է լինեն պաշտոնյաներ, այսինքն ֆունկցիոներներ, որոնք որ հենց պատասխանատու են բարոյահոգեբանական վիճակի համար։ Տեսեք, բարոյահոգեբանական մակարդակ ասվածը ինքը ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար, տեսեք ինչքան օղակներ է իր մեջ ներառում, որոնք որ պատասխանատու են հենց այդ մակարդակի բարձր պահելու վրա։ Բանակում կարգու կանոն հաստատելու խնդիրը չի կարելի լուծել դրսից ուժային կառույցների ներգրավմամբ, շեշտում է Սեյրան Օհանյանը։ Բանակն ունի իր հրամանատարական եւ մասնագիտական համակարգը, որը պետք է կարողանա ինքնուրույն ապահովել կարգապահությունն ու կանխել նման երևույթները։ Ես տեսնում եմ այսօր երկու խնդիր։ Առաջինը ազնագազմի համալրում, ազնագազմը քիչ է եւ այդ կանոնաբեռնվածությունը ազդում է մարդկանց վրա, ովքեր որ բոլորը չեն, որ կարող են, ասենք, տանել այդ բոլոր ծառայության ծանրությունները։ Եվ երկրորդը ուսուցման եւ դաստիարակության եւ բանակի առօրյային վերաբերող զորքերի ծառայության ճիշտ կազմակերպում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասում է, տարիների ընթացքում դեպքերի թիվը եւ աճել է եւ նվազել, իսկ պաշտպանության նախարարին բանակում մահվան դեպքերի համար մեղադրելը նրա խոսքով նորություն է։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ բանակում մահվան դեպքերի խնդիրը կառավարության ամենամեծ խնդիրներից է եւ դրա լուծման համար անհրաժեշտ են արմատական քայլեր։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդրը ավելի է սրվել, գիտեք ինչի, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում, ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի միջավայրի զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում։ Այս ամենին զուգահեռ քննչական կոմիտեն մեկը մյուսի հետևից վարույթներ է նախաձեռնում քննելով դեպքերի հանգամանքները։ Ինքնասպանություն, սպանություն։ Խաղաղ պայմաններում բանակի առօրյայի այս դրսևորումները շարունակում են լուրջ հարցեր առաջացնել համակարգի արդյունավետության եւ զինծառայողների անվտանգության վերաբերյալ։ Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրները եւ 3 ամսվա ընթացքում համակարգային լուծումների առաջարկներ ներկայացնի։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ավելի քան 6 ժամ տևած նիստից հետո դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն Սեյթրակ Քոչարյանի։ Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը բացառությամբ կնոջ ու երեխաների։ Հիշեցնեմ, որ Սեյթրակ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի փողերի լվացման, պաշտոնայական լիազորությունների չարաշահման ու առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Այստեղ գործ ունենք արտահայտավական հետապնդման հետ, բոլոր դեպքերում նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում մտածածին էին, բայց քանի որ մենք նաև մի փոքր խնդիր ունենք նախաքննական գաղտնիքի հետ կապված, այսպես շատ տվյալներ հանրայնացնել չենք կարող, միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի քաղաքական նաև կոնտեքստ ունեցող հետապնդման հետ։ Հիշեցնեմ, որ 3 վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին Քոչարյանների բնակարաններն ու իրենց պատկանող բիզնեսների գրասենյակները։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ 17 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են կատարել եւ կապարակնքել են 4 մարդու ձերբակալել։ Կոմիտեն պնդում է, թե տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է մոտ 2 միլիարդ 682 միլիոն 21,224 դրամի վնաս։ Դատարանի բակում Լևոն Քոչարյանն ու թիմակիցները խոսել են տեղի ունեցածի մասին։ Իմ տանը ինչ որ բան էին փնտրում, որը ոչ մի ձև չէր կարող իմ տանը լինել, այսպես ասեմ։ Դա ոչ միայն իրավական առումով էր աբսուրդ, այլ նաև տրամաբանության տեսանկյունից մի խոսքով ես կարգավիճակ չունեմ, կարգավիճակ ունենալու համար պատգամավորեն պետք է որոշակի այսպես բաներ հաղթահարեն, ձեռնմխելիության հաղթահարելու խնդիր կա, չգիտեմ, չեմ բացառում, այսպես ասած, էլի չեմ կարողանում պատկերացնել ինչպես պետք է դա անեն, բայց նաև չեմ բացառում, բայց այս բանը չէ, ոչ մի կարգավիճակ չկա։ Մոտ 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր հայրս ու խիստ ցուցում կար 1 ամիս լինել այսպես հանգիստ, ստրեսերու, նաև հսկողության տակ։ Եվ այսօր առավոտյան այդ դեպքերից հետո, ինչպես գիտեք, ժամը 7-ին եկել են եւ տարել են, այսինքն չեր ասցրել ոչ նախաճաշել, մնացածը երևի այս օրվա այսպես ընթացքը բերեց նրան, որ նաև ճնշման հետ կարծեմ խնդիրներ առաջացան եւ մյուս մասով մի խոսքով բժիշկները այսպես ասացին, որ պետք է լինի հսկողության տակ։ Այս ամենն արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին։ Այսինքն փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ լինի Տիգրան հանձնումը, թե սահմանադրության Ալիևյան սահմանադրության ընդունումը փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու եւ նաեւ վախի այնպիսի մթնոլորտ սերմանելու, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ընդդիմադիր հայացք ունեցող այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում։ Ալիևի խամաչիկ իշխանությունների կողմից։ Հետևաբար սա ինչ որ մեկ անձի, մեկ ընտանիքի, մեկ ուժի խնդիր չի, սա բոլորին սպառնում է սա։ Սա ենթադրում է, որ գլխավոր օրակարգային հարցերի շուրջ այնինչ ազգային ժողովում ինքը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներ, հարձակում եկեղեցու վրա, Տիգրանաշենի եւ այսպես կոչված այլ անկլավների հանձնում։ Այս թեմաների կանխելու շուրջ պետք է ընդդիմադիր դաշտում ձևավորվի լայն կոնսոլիդացիա, կուզեք անունադրեք ոչի ճակատ, ինչ որ կուզենք անունը դնենք եւ սեղանին դրվի մի ծրագիր, այս ամեն ինչին դիմադրություն ցույց տալու, հակազդելու եւ փոփոխություն հասնելու համար։ Մեր ուժայինները առանց գիտակցելու գնում են միջազգային կառույցի, ուղղակի թույլ չեմ տալիս եթերով ասեմ, իրան գիտեն, գնում են այս մարդկանց դուռնել են ուզում փակեն։ Հետո ասում են, խո դուք խայտարակ չեք, գնում են դատախազություն, մի քանի ժամից հետ են գալիս, ասում են լավ կներեք, տեսնեք, այս մի դուռնով է, sense հերթով դռներով պատտվում են, կատարել խայտարակությունը, իրանք էլ են նայում, իրանք իրենց արածը լսում են ու ասում են լավ, դուք չեք կարողանում այդ ճշտել հասկանալ, էլի, այսինքն այդ Պիացա Գրանդան կառուցելը, եթե ճիշտ գիտեմ, Ռենկո ընկերությունը, այդ ընկերության սեփականությունն է եղել, ուտեղ շատ բազում, սկսած բանկեր կան, որ իրենց սեփականությունն են, վերջացած դիվանագիտական, եթե չեմ սխալվում, ներկայացուցիչներ կան ու նաև միջազգային, չգիտեմ, EBRD-ն է, մյուս նմանատիպ կառույցները, որ իրենց գործունեությունը ծավալում են, ստեղ էլ իրանք խնդիր ունեն, առանց ճշտելու մի գիշերվա մեջ, որ չգան տենց հիմարություն չանեն, գալիս ու իրանց տենց բաներ են թույլ տալիս, վերջացած ասեմ մնացած խանութներում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ Ծառուկյանի անունից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված 2 գանգատներն էլ դատարանը ստացել է։ Փաստաբանները հայտարարել են, որ գանգատները վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի եւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց
համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված քաղաքական նպատակներով կիրառելուն, նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։ Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժեք քննության արդյունքում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Ներկայացված իրավական եւ փաստական նյութերի համակցությունը մեր գնահատմամբ որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։ Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին, այլև Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունն անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն։ Իսկ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի քանի անշարժ գույքերի գործարքները։ Հայցադիմումներն ընդունվել են հակակոռուպցիոն դատարանի վարույթ։ Առաջին հայցով Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Առինջ մոլի հողատարածքի 2015 թվականի հոկտեմբերի 4-ի աճուրդը։ Երկրորդ հայցով պահանջվում է անվավեր ճանաչել Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյանների Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի աճուրդը։ Արամիկ Սեթրակյանի, Գայանե Սեթրակյանի ու Գագիկ Ծառուկյանի, նաև Արամիկ Սեթրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև անշարժ գույքի առողջարքի պայմանագրերը։ Իսկ Ծառուկյանին պատկանող Օլիմպիավանի փակվելուց հետո մոտ 1000 մարզիկ հայտնվել է անորոշության մեջ։ Մոտ 70 մարզիչ զրկվել է աշխատանքից ու աշխատավարձից, մինչդեռ նրանց մի մասը շարունակում է վճարել Օլիմպիավանի աշխատակիցների համար նախատեսված ծրագրով վերցրած հիպոթեքը։ Ծնողներն էլ վճարել են մարզումների համար, բայց չեն կարողանում օգտվել ծառայությունից։ Պետական կառույցները միմյանց են փոխանցում պատասխանատվությունը, իսկ մարզիկներն ու մարզիչները շարունակում են սպասել լուծման։ Թեմային անդրադարձել Սեդակ Յուրախյանը։ Խառը մարտարվեստում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը օրերս Աբու Դաբիում մինչև 17 տարեկաների մրցաշարի հաղթող է դարձել։ Բայց նրա հրահանգիչ Էրիկ Օհանյանի համար այս հաղթանակին զուգահեռ լուրջ խնդիրներ են առաջացել։ Օլիմպիավանի փակվելուց հետո հրահանգիչն ու նրա սաները զրկվել են մարզումները շարունակելու հնարավորությունից։ Ծնողները մարզումների համար գումար են վճարել, սակայն այժմ չեն կարող օգտվել ծառայությունից։ Իսկ Օհանյանի խնդիրը միայն մարզումների դադարեցմամբ չի սահմանափակվում։ Նա Օլիմպիավանից աշխատավարձ չի ստանում, բայց շարունակում է վճարել հիպոթեկային վարկը, որը ձևակերպվել է Օլիմպիավանի աշխատակիցների համար նախատեսված ծրագրով։ Ինձ չի տվել բանկը Օլիմպիավանով, եթե տվել է, որ դուք աշխատում եք, 1,200,000 վարկ ունեմ։ 1,200,000 վարկես տվել է հիմքը Օլիմպիավանի աշխատելը։ Հիմա Օլիմպիավանը ասեմ դադարել է։ Շուտ տվեք, արտակուրս տվեք, մի բան որոշեք, չգիտեմ, ինձանից փող մի ուզեք։ Ոնց է, հիմա Աստված հերո տանի, երկրաշարժը լինի, ինձանից փող չեն ուզում, չէ՞ տունը որ տանվեց։ Հիմա քեստը եղել է, նույն պատմությունը իմ հետ եղել է, ես ինչ անեմ։ Օհանյանն անկեղծանում է, քանի որ իրենց հարկադիր պարապուրդի չեն ուղարկում, բայց գումար են գանձում, այս պահին գրավատան ճանապարհին է։ Մոտ 70 մարզիչ կա Օլիմպիավանում, բոլորը նույն խնդիրն ունեն։ Ազգային ժողովի երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանում է, թե մարզումների վայրը փոխելու առաջարկներ եղել են եւ մարզիչներին եւ սաներին։ Նախարարությունից տեղեկացա, որ բոլոր խմբերին այլ հաստատություններում մարզումները շարունակելու առաջարկներ արվել են։ Մեծ մասը այս պահին մարզվում է։ Հուսամ արագ կլուծվի բոլոր հարցերը։ Կոնկրետ Օլիմպիավանի բացման մասին տեղեկություն չունեմ։ Քերական գործի շրջանակում է։ Առաջին իսկ հնարավորության դեպքում այդ որոշումը կայացնող կառույցի պատասխանատուին կհարցնեմ։ Մեկ շաբաթ է անցել այս գրառումից, վիճակը նույնն է։ Երեմի որդին լողի եւ խառը մարտարվեստի է հաճախել Օլիմպիավանում։ Հայրը 110,000 դրամ է վճարել 3 ամսվա փաթեթի համար։ Ասում է, տղաս 1 ամսից էլ քիչ հասցրեց հաճախել մարզադպրոց։ Երեմի պնդմամբ իրենք եւս որևէ առաջարկ պետական մարմիններից չեն ստացել։ Եթե ստանայինք էլ ես ընդեղ եմ վճարել, ինձ ընդեղ է հարմար։ Ես աշխատանքից չեմ կարող էլի դուրս գամ, տանեմ երեխուն հասցնեմ աշխարհիցերը։ Իմ տանը մոտիկ է, ինձ հարմար է, ես տարել եմ ընդեղ։ Ով պետք է առաջարկեր։ Եթե նույնիսկ պայմանական, ասենք ինչ որ մի հատ հիմնարկ կլինի պետական թեման, ինչ որ բան առաջարկեր։ Ինձ հարմար չէր ելնելու հաստատ, բայց որևէ առաջարկ չի եղել։ Ընդամենը MMA-ի մարզումների դեպքում, քանի որ որոշ երեխեք մրցումների էին,
Ստիպված մարզիկը իմ տեղեկություններով ինչքան որ ես եմ հասկացել, խնդրելա ասելա ովքեր որ մրցումների են առաջարկում եմ գան ուրիշ զալ, պարապենք այդ մրցումները պրավալ չտանք, մինչև հասկանանք ինչ է լինում։ Խառը մարտարվեստի հրահանգիչն էլ հավաստիացնում է, ինքն անձամբ է կապի մեջ եղել մյուս մարզիչների հետ, ով աշխատանք է գտել է իր միջոցներով։ Ներքին խոսակցությունները, թե սեպտեմբերի 1-ին մարզադպրոցը կբացվի, լսել են եւ հույսը չեն կորցնում։ Անկեղծ մի ձև եմ պատկերացնում, որ Օլիմպիադանի դռները սեպտեմբերի 1-ին բացվի, ասեն գնացեք դուք ձեր աշխատանքին, դուք ձեր աբոնեմենտները լրացնելու։ Ուրիշ ձև չեմ պատկերացնում, որ կարա լինի։ Սա ես անունը դրել եմ սյուրպրիզ են անում մեզի, բայց ներքին կարգով հետաքրքրվում եմ, տենց բան չկա, տենց հոտ չի էլ գալի։ Մոռացեք ասում, գնացեք ձեզի տեղ ճարեք, որտեղ ճարա։ Դակտեշեն 170 երեխու ես որտեղ բերեմ։ 170-ը միայն խառը մարտարվեստի սաներն են։ Օլիմպիադան հաճախողների ընդհանուր թիվը մոտ է 1000-ին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին, հարցը իրենց չի առնչվում։ Մուլտի վելնես մարզասրահի պետականացվելուց եւ Երևան վելնես դառնալուց հետո պատասխանատվությունը Երևանի քաղաքապետարանն է կրում։ Օլիմպիադանի ճակատագրի մասին փորձեցինք համայնքային իշխանությունից ճշտել։ Պարզվեց, Օլիմպիադանը դուրս է նաեւ նրանց իրավասությունից։ Թե այս փուլում մարզասրահի հաճախորդը որ պետական կառույցից պետք է առաջարկ ստանար, դեռ պարզ չէ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նորընտիր խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը։ Կառավարության 5-ամյա ծրագիրն ընդունելուց հետո Ազգային ժողովը շարունակում է հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է падգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը։ Դրանում ներկայացված է 5 իշխանական եւ 4 ընդդիմադիր падգամավոր։ Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնությունն էլ դատապարտել է Ազգային ժողովի ամբիոնից հնչած հայտարարությունները ուղղված հայկական սփյուռքին եւ համահայկական շահերը պաշտպանող կառույցների։ Նախաձեռնությունը հայտարարությունում ընդգծել է, որ սփյուռքը Հայաստանի Հանրապետության մրցակիցը չէ, ոչ էլ Հայաստանի պետականության սպառնալիքը։ Սփյուռքը հայ ժողովրդի համազգային ներուժի անբաժանելի մասն է։ Իր կազմակերպություններով, համայնքներով, մտավորականներով, բարերարներով եւ տասնամյակների քաղաքական ու դիվանագիտական աշխատանքով։ Այսօր, երբ Արցախի հայությունը ենթարկվել է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգությունը գտնվում է լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանի պետական ներկայացուցիչներից ակնկալում ենք ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հարձակումներ, այլ համազգային համերաշխություն եւ Արցախի հարցի արդար լուծման ուղղությամբ միասնական ջանքեր։ Մենք մերժում ենք այն մտածելակերպը, ըստ որի Հայաստանի եւ Սփյուռքի շահերը պետք է հակադրել միմյանց։ Ուժեղ Հայաստանը եւ ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուները։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա, նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով։ CBS-ը գրել է, որ թռիչքների շարժի վերաբերյալ տվյալի համաձայն երեքշաբթի ԱՄՆ-ից Լատվիայի տարածքով դեպի Ռուսաստան է մեկնել ամերիկյան խոշոր ռազմական ինքնաթիռ։ Այդ նույն օրն ավելի ուշ մեկնել է հետդարձ թռիչքով։ Այցի վերաբերյալ Washington Post-ի հարցին ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը Մոսկվա էր այցելել հատուկ ծառայությունների միջև շփումների նպատակով։ Միացյալ Նահանգները չի պլանավորում Իրանին նոր հարվածներ հասցնել մոտ ապագայում եւ կկենտրոնանա Թեհրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում պատժամիջոցների վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն չի բացառել հարվածները, եթե Իրանն առաջինը հարձակում սկսի։ Աքսիոսի աղբյուրներից մեկի փոխանցմամբ ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել այս մոտեցումն առնվազն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։
Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել։ Կողմերը նախատեսում են համատեղ ժամանակավոր նավարկելի միջանցք ստեղծել եւ նեղուցի համապատասխան հատվածներում ականազերծման աշխատանքներ իրականացնել։ Ծրագիրը ներառում է նաեւ նավագնացության կառավարում, անվտանգության ապահովում եւ տեղեկատվության փոխանակում։ Թեհրանում Օմանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Պարսից ծոցի մյուս երկրների ներգրավումը գործընթացին։ Մերձավոր Արևելքում լարվածությունը միայն Հորմուզով չի սահմանափակվում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավում ստեղծված բուֆերային գոտուց։ Նրա խոսքով Իսրայելը կպահպանի Հերմոն լեռան եւ հարակից անվտանգության գոտու վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ ըստ Իսրայելի ջիհադիստների վտանգը պահպանվում է։ Կացը նաև հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է խոչընդոտել Սիրիայում Թուրքիայի ռազմական ամրապնդման փորձերին, դրանք համարելով Իսրայելի անվտանգության համար սպառնալիք։ Քաթարը չի պատրաստվում միանալ Իրանի դեմ Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցներին։ Քաթարի արտգործնախարարության ներկայացուցիչ Մաջիդ Այլ-Անսարին հայտարարել է, որ Դոհան կողմ է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև առաջացած խնդիրները բանակցությունների միջոցով լուծելուն։ Նրա խոսքով Քաթարն ամերիկյան պատժամիջոցներին կմիանա միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն միջազգային մակարդակով։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական ճնշումն ուժեղացնելու մասին, նշելով, որ Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Թեհրանի ֆինանսական կապերն ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռադկլիֆը ժամանել է Մոսկվա։ Ըստ լրատվամիջոցների Ռադկլիֆը Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցություններ է անցկացնելու ռուս պաշտոնյաների հետ։ Մոսկվայում էլ քննարկվել է մեկ այլ միջազգային ճգնաժամ՝ Ուկրաինայի պատերազմը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հռոմի Պապի հատուկ բանագնաց Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Լավրովը շնորհակալություն է հայտնել Վատիկանին Ուկրաինայի պատերազմի հումանիտար խնդիրների հարցում հավասարակշռված մոտեցման համար։ Վատիկանի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Սուրբ Աթոռը ցանկանում է հնարավորինս արագ տեսնել պատերազմի ավարտը եւ պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած հնարավորության։ Բայց խաղաղության հասնելու հարցում Կիևն իր հերթին արդեն ներկայացրել է սեփական առաջարկը։ Ուկրաինան այն փոխանցել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պաշտոնյաներին, ակնկալելով, որ նրանք ծրագիրը կներկայացնեն Ռուսաստանին։ Առաջարկը նախատեսում է նախ հրադադար հաստատել, ապա Դոնբասի Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածում ստեղծել հատուկ տնտեսական գոտի։ Մոսկվան սակայն այս տարբերակը չի ընդունում, պնդելով, որ Դոնբասը Ռուսաստանի տարածքն է։ Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել։ Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունից։ Բաժանմունքում այդ պահին 16 երեխա է եղել, նրանցից միայն մեկն է փրկվել։ Միջազգային թողարկումն ավարտենք երաժշտական աշխարհի համար ծանր կորստով։ 80 տարեկանում մահացել է ամերիկյան քանթրի երաժշտության լեգենդ Դոլի Փարթոնը, որին տասնամյակներ շարունակ անվանում էին քանթրիի թագուհի։ Նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը, սակայն պատճառը չի հրապարակվել։ Փարթոնը երաժշտական կարիերան սկսել էր դեռ 1950-ականներին։ Սեդա Գյուրեղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։